Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ի հյուրը ընդդեմ իրավական կամայականություն է հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, ողջույն Տիկին Ալավերդյան։ Աստծո բարի։ Օրես Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախագահ Ռուբեն Վարդանյանի դեմ այսպես կոչված դատաքննությունը եւ ճառերի փուլի մեկնարկն է դեկտեմբերի 18-ին է հաջորդ նիստը եւ պարոն Վարդանյանին գիտենք որ Բաքուն մեղադրում է այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, իրագործելու, աբեկչության ֆինանսավոր մարդկանց տեղանել եւ այլն, հա։ Ինչի մասն է այս դատավարությունը Տիկին Ալավերդյան եւ այս իրավական կամայականության դեմ պայքար միջոց կա։ Շնորհակալություն, ես հարցի առաջի մասը շատ եմ գնահատում, իրոք շնորհակալություն հարցի համար, սա ինչ է։ Սա դատ է Արցախյան շարժման, Ղարաբաղյան շարժման, ինքնորոշման իրավունքի, ցեղասպանությունից փրկվելու միակ ճանապարհ անկախության ձգտումը եւ իդեպ իրացումը։ Այդ դատը, թեկուզ մենք հասկանում ենք, որ առաջի գծի վրա անձիկ են, առանձին մարդիկ են եւ իրենց մեջ կան ընդհանրապես, ինչպես ասում են, որևէ մի բանից պես կապ չունեցող մարդիկ, բայց մենք պետք է հասկանանք, որ այստեղ դատը դա միայն առաջի շերտն է, այդպես երևացող, իրականում դա խորքային իմաստ ունի։ Ես ինչու եմ դա ասում խորքային, որովհետև աշխարհում, չգիտեմ, շատերը երևի չգիտեն, ավելի քան 50 չճանաչված պետություններ կան։ Դրանցից կեսից ավելը պայքարել է ազգային ազատագրական կամ հակագաղութային եւ այլն։ Եվ այսինքն այս դատը կարող է դառնալ ռազմավարական նշանակություն, ասեմ ինչ իմաստով։ Չգիտեմ, շատերի համար կարող է գաղտնիք է, բայց իրականում չնայած նրան, որ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերում ինքնորոշման իրավունքը դա առաջի մասի միակ հոդվածն է, առաջի հոդվածը։ Այսինքն ՄԱԿ-ը մեծ նշանակություն է տալիս այդ ինքնորոշման իրավունքի։ Ի տարբերություն Եվրոպային։ Եվրոպական պետությունները անշուշտ իրենք չունեն նորմ, որը հակասում է դրան, բայց պրակտիկայի մեջ հիշեք Կատալոնիան, հիշեք Շոտլանդիան կամ այսինքն նրանք դեմ են ընդհանրապես 1975 թվականից Հելսինկյան վերջնական այդ ակտ կոչվածը, դրանից հետո իրենք դեմ են դուրս գալիս այդպիսի շարժման, բայց ինչին են կողմ, որ խոշոր միասնական միությունները, Հարավսլավիա, Սովետական միություն, այդ դրանց փլուզմանը նրանք կողմ են, որովհետև նրանք ունեն աշխարհաքաղաքական խնդիր։ Հիշեցնեմ իդեպ հենց որ Սովետական միությունը փլուզվել է, դադարել է գոյություն ունենալուց, հենց ստեղծվել է Եվրամիությունը։ Քչերն են դա այսպես ասած համադրում, բայց ես ուզում եմ ասել, որ դա հստակ կա։ Եվ այս առումով ցանկացած անձ, որը ոչ թե մասնակից է եղել Ղարաբաղյան շարժման, այլ որը ապրել է այդ օրինակ Արցախում ընդհանրապես բոլորը մանավանդ տղամարդիկ, անգամ եթե երեխաներ են այդ տարիքում եւ Հայաստանում ցանկացած այն անձինք, ովքեր մեզ համար հերոսներ եղել են, մնում են եւ պետք է մնան, բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ռազմական գործողությունների մեջ, որոնց նախաձեռնող Ադրբեջանն է եղել։ Ես միշտ դեմ եմ հանդես գալիս, երբ որ ասում են պատերազմ, առաջի պատերազմ, երկրորդ, քառորդյա, դրանք բոլորը եղել են Ադրբեջանի կողմից ցեղասպանական ագրեսիա։ Տեսեք, երկու հանցագործություն է, երկուսն էլ ընդգրկված են եւ բացատրված են միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ, այն է Հռոմի ստատուտի մեջ։ Մենք երբևիցե Հայաստանը չի դրել հարցը այդպես։ Եվ պատահական չի, որ երբ որ ադրբեջանցիները գրեթե առաջ են գնացել, գիտեք, էլի քչերն են հիշում, 92 թվականի աշնանը Արցախում մնացել էր մի 25,000 մարդ, որտեղ տեղի է ունեցել Շահումյանի իրոք դավադիր հանձնումը,
տեղի է ունեցել Մարտակերտի գրեթե այդպես բոլոր գյուղերի ուղղակի դատարկումը, Հադրութի շրջանի եւ այլն։ Եվ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի դիմել ՄԱԿ-ին, որ ընդունվի համապատասխան որոշում, որովհետև տեղի է ունեցել ագրեսիա։ Ընդ որում հիշեցնեմ, որ ագրեսիայի սահմանումը ՄԱԿ-ի համապատասխան որոշման համաձայն ասում է, որ կապ չունի այդ պետություն խոսքը, եթե պետության դեմ տեղի ունի, կապ չունի, դա ճանաչված պետություն է, թե չի ճանաչված, ՄԱԿ-ի անդամ է, թե անդամ չի։ Այսինքն բոլոր, այսպես ասած, քարտերը իրավական Հայաստանի ձեռքին են։ Հայաստանը չի դիմել։ Ով է դիմել 93 թվականի, երբ որ հաջողություններն են սկսվել հայկական ուժերի կողմից, Ադրբեջանը դա դիմել է։ Տեսեք, եղել է ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, դա էլ է եղել, այսպես բանակցային սկզբունքներ, բայց նաև ինչու է Ադրբեջանի ղեկավարությունը այսպես վրեժխնդրի եւ պատժողական մոտեցմամբ այս մարդկանց մոտենում, կարելի ասել, որ սա նաև ներքին հանրության այդ ագրեսիան բավարարելու նպատակ ունի, որ ես ոչ միայն տարածքները հետ բերեցի, այլև տեսեք պատժում եմ ճակերտավոր ահաբեկիչներին եւ սեպարատիստներին եւ այլն, եւ սա արդյոք գերիների վերադարձի հարցը ընդհանրապես հատկապես ռազմաքաղաքական ղեկավարությանը առնչվող մի քիչ բարդ եւ դժվար բան եմ ասում, բայց անհնար չի դարձում, թե կա այդպիսի գործիքակազմ, որ կարելի է վերադարձնել եւ արդյոք չարժի տարանջատել ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ մյուս անձանց, որոնք պաշտոններ չեն զբաղեցրել, ուղղակի տարբեր հանգամանքներում են գերեվարվել։ Գիտեք, մարդու իրավունքների պաշտպան եմ եւ այս առումով ես պետք է հիշեցնեմ, որ այնտեղ ընդամենը 2 զինգերի կա, այսինքն նրանք 20 թվականից են։ Իմ սիրտը պակաս չի ցավում այդ 2-ի համար, որոնք այդտեղ որ գտնվում են 5 տարի, կներեք Հայաստանում քիչ մարդ գիտի, թե ինչ են ապրում, ինչ ապրումներ են ունենում, ինչ վերաբերմունքի են ենթարկվում այդ մարդիկ, շատ քիչ մարդիկ կան մեր հասարակական կազմակերպության պես անդամների համեմատությամբ, որովհետև մենք զբաղվել ենք դրանով տասնյակ տարիներ, 25 տարի մենք կենտրոն ենք ունեցել կտանքների զոհերի վերականգնման ու դրա համար ես ուզում եմ ասեմ, այո, իմ սիրտը ցավում է բոլորի համար, բայց ես կառանձնացնեմ այդ ռազմաքաղաքականը բոլորովին այլ պատճառով։ Խնդիրը նա է, ինչպես ես ասեցի, բավականին գլոբալ հարցեր են լուծում այս այսպես կոչված դատերով եւ այս առումով կա մի տարբերություն, ինչու եւ ինչպես այդ մարդիկ հայտնվեցին Ադրբեջանի բանտերում անազատության մեջ։ Ես հիմնավոր կասկած ունեմ եւ կարող եմ ապացուցել դա, որ դա եղել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության մռովայիշխանության իմացությամբ, բայց եւ ցանկությամբ։ Ես դա միայն օրինակ բերեմ որպես ապացույց, երբ որ երկրի կառավարության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ուղղանձին հարցրել են Ռուբեն Վարդանյանի մասին, շատ իդեպ անմեղ ձևով էր հարցը դասավորված։ Անմիջապես որևէ երկրի կառավարության ղեկավարին ոչ հարիր պատասխան է հնչել, որ մենք դեռ պետք է իմանանք այդ ինչ հանգամանքներով եւ ինչ նպատակներով է ուղարկված եղել եւ շատ կներեք, դա այնքան վատ բնութագիր է, բնութագրում է շատ վատ բարձրաստիճան պաշտոնյային եւ ահա այդ միակ այդպիսի արտահայտությունը թույլ տվեք ինձ էլի իմ փորձս ասեմ, խոսում է շատ ավելի շատ բաների մասին, քան կարելի է ենթադրել եւ մենք ունեցել ենք տարբեր դրվագներ ժամանակին, երբ որ ամենափոքր արտահայտած միտքը անգամ անմիջապես վկայում էր այդ անձի կամ այդ խմբի նպատակադրման մասին։ Թեև իշխանությունը տարբեր առիթներով ասում են, որ մենք ուղղաթիռ ենք պատրաստ ուղարկել նրանք, կներեք ձեզ, եթե կարելի է, օրինակ դիմել են որևէ մեկ անգամ բռնի անհետացած մարդկանց իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի կոմիտեին։
22 հոգու մասին ընդհանրապես տվյալներ չունենք, ես դա հիշեցնեմ, բացի այն հայտնի, ովքեր նստած են 23, բայց դիմել են ոչ, ես դա հաստատ եմ ասում, որ ոչ, դե իմացել եմ։ Արդյոք դիմել են իրենք այնպիսի օղակներին, որոնց մասին մի քանի անգամ ասել են Ռուբեն Վարդանյանի դատապաշտպանները եւ վերջերս Ռոբերտ Ամստերդամը, գիտեք Ռոբերտ Ամստերդամը, ինչպես ասում են, շշմած է մնացել, որովհետեւ պետք է ասեմ, որ այդպես չի, դա այս վերաբերմունքը եւ այս пассивությունը երկրի իշխանության աննախադեպ է եւ ընդ որում այդ իշխանությունը ասում է անգամ Թրամփին ենք դիմել։ Ես կրկնում եմ, Թրամփին դիմել են ոչ թե իրենք, այնքան լավ է, որ կներեք էլի հիմա 70-ական թվերը չեն էլի անցած տարի։ Մենք ինֆորմացիա ենք ստանում բաց տեղեկատվական դաշտից, մենք գիտենք, որ դա չի եղել երկրի ներկայացուցիչը։ Կնեք Տիկին Ալավերդյան, իսկ իշխանության այն միտքը, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, խաղաղություն հաստատվի եւ process-ն է ոչ թե պատերազմական ուղով գնան, այլ խաղաղության վերականգնման համագործակցության գերիների հարցը ավելի հեշտ կարող է լուծում ստանալ։ Շատ կներեք, ուրեմն քանի որ մենք ունենք արդեն 92 թվականից փորձ ունենք եւ բոլոր այդպիսի խոսույթը ընդհանրապես խոսում է շատ քողարկված դաժան վերաբերմունքի շարունակության մասին եւ այստեղ ես պետք է հստակեցնեմ, որ խաղաղություն է թե խաղաղություն չի, դա մի կողմ դնենք, դա ուրիշ զրույց է, այդտեղ պահվում են այդ մարդիկ զուտ ներքին եւ Ադրբեջանի համար ներքին, դուք դրա մասին ինչ-որ մի մասով ասեցիք, եւ Հայաստանի համար ներքին շահարկելու համար, այն է ընտրություններից առաջ կարող է պատահի այդ իմ ասած ինչ-որ 5 տարուց ավել արդեն այդ անձանց, ովքեր որ զինգերի են, մնացածները ի դեպ պատանդ են եւ քաղբանտարկյալ, եւ կարգավիճակը ստեղ շատ կարեւոր է, մենք տարբերակենք։ Նկատի ունեք ընտրություններից առաջ ազատ են Այո, մեկին, երկուսին կամ ինչ-որ մի ձևով եւ այլն, բայց ինչ վերաբերվում է ընդհանուր դատին, ընդհանուր դատը կրկնում եմ, գլոբալ նշանակություն ունի։ Եվ այդ գլոբալ ստից այդ դատի մեջ Ադրբեջանը օգտվում է, ես կասեի շատ պես պերճախոս Եվրոպայի պերճախոս լռությունից։ Ինչ պետք է անի Եվրոպան։ Այդ տեսեք, կան գործիքակազմեր։ Իրավական են դրանք, քաղաքական են դրանք։ Ես ասեմ ձեզ։ Նախ եւ առաջ իրավականը, ինչ վերաբերում է զինգերի ներեներից, կա միջազգային պայմանագրեր կան։ Միջազգային պայմանագրերը հստակ պարտավորեցնում են, որ այդ իմ ասած զինգերիները վերադարձվեն, ինչ է անում Ադրբեջանը, ասում է, նա զինգերի չի, նա հանցագործություն է ստեղծել, կներեք, դեռ սովետական ժամանակներից հայտնի է, որ թող լինի մարդը, հոդվածը միշտ մենք կգտնենք, այսինքն այդ, որ դա շինծու, բոլորը շինծու գործեր են, որևէ մեկը չի կասկածում։ Երկրորդը դա Եվրոպայի քաղաքական գնահատականը Ադրբեջանի բոլորի այդ գործողություններին։ Ես դες հիշեցնեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը 20 թվականին նոյեմբերի վերջին գնացել է Ադրբեջան, սեղմել է ձեռքը ցեղասպանությունը ղեկավարած անձի եւ 2 միլիարդանոց պայմանագիր է կնքել։ Այսինքն դա ոչ թե ինչու եմ ես ասում պերճախոս լռությունը, այսինքն քաղաքական գնահատական չտալով միասին տալիս են ահա այդպիսի գործերով գնահատական եւ վերաբերմունք։ Դա գիտեք նույն բանն է, որ դու ինչպես ասեմ, արդեն իսկ արյունարբու լինի մարդ, լինի կենթանի, նրան եւս մի այսպես փայ, ինչպես ասում են, գցես։
Դա ֆոն դեր Լայնի անվանումը ես իզուր չեմ միշտ ասել, դա արյունոտ Ուրսուլա, Կրվավայ Ուրսուլա, կա այդպիսի լեգենդար ինչ-որ անձնավորություն եվրոպական Դե Եվրամիությունը լի շահերն ունի Ռուսաստանից գազային կախվածությունը նվազեցնել ամեն իսկ ինչ է Ադրբեջանը Ռուսաստանից չէր վերցնում այդ ուղարկում շատ կներեք այդ ես գիտեմ բանից այդպես ոչ իրազեկ իսկ իրանք չգիտեն այդ բոլոր խոսակցությունները երկակի ստանդարտների մեջ Եվրոպայում ոչ մեկը դրան չի հավատում ես մի քանի անգամ ունեցել եմ հնարավորություն զրուցելու եւ կոնտակտների մեջ եմ եղել մի քանի ոչ այդքան բարձրաստիճան ինչ-որ կամ քաղաքագետների հետ որևէ մեկը ոչ քաղաքագետներից ոչ քաղաքական գործիչներից ոչ շարքային քաղաքացիներից բացարձակապես չի հավատում որ Ադրբեջանի պաշարները այդ անսահմանության են հասնում այդպես չի բոլորը շատ լավ գիտեն որ դա կներեք սպեկուլյատիվ գործողությունների մեջ Եվրոպայի ոչ միայն մասնակցությունն է, այլ եւ խթանումը։ Դուք մեղադրում եք մարդու իրավունքները տնտեսական եւ այլ շահերին գերադասելու մեջ եվրոպացիները։ Աշխարհաքաղաքական վերին աստիճանի պղտոր եւ կարճատես այդ նպատակադրման համար։ Ես պնդում եմ Եվրոպացիներն էլ կարող են ասել դուք եք ռուսներին ընտրել որ անվտանգություն երաշխավորեն ինչու թույլ տվեցիք նրանք մտնեն Ղարաբաղ ըստ տարբեր լուրերի նաև ռուս խաղաղապահներն են հանձնել տարբեր գերիների ուրեմն ես ամբողջովին դատապարտում եմ բոլոր այն հայտարարությունները մասնավորապես հենց Ռուսաստանի նախագահի կողմից որը ինչքան ես հասկացա 20 քանի թվականին ասել է որ Ադրբեջանի կազմի մեջ է մտնում ըստ միջազգային նորմերի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան տարածք ուրեմն կներեք ես չեմ կարծում որ նա չգիտի միջազգային նորմերը կամ չգիտի պատմությունը ես շատ մեծ այդպես ինձ վրա հավակնություն չեմ վերցնել։ Հրաշալի իմանում են, առավել եւս, որ Ռուսաստանը ունի երկու դեպք, որը ինքը ճանաչել է, դա Աբխազիան եւ Հարավային Օսետիան, որոնք իդեպ ավելի քիչ հիմքեր ունեն եւ ավելի խոցելի գործընթացով են գնացել դեպի անկախություն, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ Ռուսաստանը ռուսերեն է գրել Ալմա-Աթայի հռչակագիրը, որտեղ ուղղակիորեն նրանք չեն օգտագործել շատ մտածված ձևով նախկին սովետական կամ վարչական բացարձակ նրանք դա արել են ուրիշ ձևով, դա գրել են գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվում։ Գոյություն ունենալը դա նրանից չէր, որ նրանց սիրտը ցավում էր Արցախի համար, այլ որովհետև արդեն այդ պահին անկախության ճանապարհն են վերցրել եւ միջև անգամ անցել են մի քանի փուլեր եւ Հարավային Օսիան եւ Աբխազիան եւ իդեպ Աջարյան։ Այսինքն մենք պետք է հստակեցնենք դա այդ աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերը չեն կարող ինձ համար գախնի լինեն կամ առանձնացնեմ ես Ռուսաստանը այսա չի անում իսկ ահա ամեն ինչը արևմուտքն է ոչ բայց ես հստակեցրել եմ ասել եմ 10 նոյեմբերի 20 թվականի որ ստորագրությունը Պուտինի այն փաստաթղթի մեջ երակողմ հայտարարության մեջ դա բավականին մեծ պատասխանատվություն պետք է առաջացնի հենց Ռուսաստանի հանդեպ ինչու որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստորագրել է մի փաստաթուղթ որտեղ կան հոդվածներ որոնք վերաբերվում են այն տարածքների որի վրա Հայաստանի Հանրապետությունը չունի ինքնիշխանություն դա իր տարածքները չեն Դա Հայաստանի Հանրապետության մեջ բերում անեմ, որ ոնց են ցույց տվել, որն է Հայաստանը։ Հիշում եք։ Ահա, այսինքն դրանից դուրս Հայաստանի Հանրապետությունը ոչ սահմանադրորեն, ոչ միջազգային իրավունքով, որևէ մի ձևով նա չի ունեցել ինքնիշխանություն այն տարածքների վրա, որի հանդեպ նա ստորագրել է փաստաթուղթ։
Դա կներեք ոչ միայն զուտ մենք խոսում ենք ինքնորոշման իրավունք եւ այլն, բայց մենք հստակեցնենք, որ Ադրբեջանը կրկնում եմ գործել է ցեղասպանական ագրեսիա բոլոր 3 դեպքերում էլ, ինչի համար նա ուղղակի ուզում է կոտորի մարդկանց, ոչ, նա ուզում է նպատակադրումը տիրանալ իրեն միջազգային իրավունքով չպատկանող տարածքներին նույն ձևի ինչպես Թուրքիան է արել։ Ընդհանրապես շատ կարևոր է, երբ որ մենք խոսում ենք ագրեսիայի ու ցեղասպանության մասին, իսկ այստեղ երկուսը միասնական են, որ մենք հստակեցնենք, որ ոչ թե միայն այն է, որ սպանեն, վատ վիճակի մեջ դնեն, երեխաներին տեղափոխեն եւ այլն, ոչ, այդ բոլորի, դա բոլորը գործիք են, գործիքակազմ են։ Դրա գլխավոր նպատակը հայերի հանդեպ ցեղասպանության եղել է հայրենազրկումը եւ այդ հայրենիքի տիրանալը։ Տիկին Ալավերդյան, Ադրբեջանում շուրջ 20,000 մարդու նկատմամբ համաներում է հայտարարված, իհարկե այս ֆիլտրերը, որ կարդում ենք, թե ում է վերաբերվում, հուսահատեսնող է, այսինքն մենք այստեղ մեզ չենք գտնի, հա, ոչ էլ մեր հայրենակիցներն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ինքնիշխանության պաշտպանության համար մղված ռազմական գործողությունների 23-ի սեպտեմբերի 19-20-ի 44-օրյա պատերազմի մասնակիցներ, նաև զոհվածներ, անհետ կորածներ, մեր հարազատներ, ամեն դեպքում հույսը, ինչպես ասում են, վերջինն է մեռնում, հնարավոր է սա ինչ-որ կերպ մեր հայրենակիցների վրա տարածվի, թե շանս չկա այս մասում։ Գիտեք ինչպես է, շանսը, որի մասին խոսում եք, նա արմատապես չկա, այսինքն այն ինչ որ կարող է լինի, դա միշտ լինելու է, էլի եմ ասում, անմաքուր քաղաքական խաղերի մեջ, որովհետև վերին աստիճանի կարևոր է, որ մեր լսարանը հստակեցնի հետևյալը, որ այն ինչ արել է Թուրքիան բոլոր այն դարերի շարունակ եւ մենք 15 թիվն ենք միշտ հիշեցնում, նա նույն այդ գործողությունները շարունակելու համար ստեղծել է Ադրբեջանը անցած դարի սկզբին։ Եվ Ադրբեջանը մասնակցել է դրա մեջ եւ շարունակում է։ Եթե մենք հատվածական այդ մեր մոտեցումներից վերջապես վերանանք եւ նայենք պատմությանը ինչպես միասնական, մի այսպես շղթա, մենք կտեսնենք, որ ամեն մի օղակը, անգամ սովետական միության ժամանակահատվածը, դա այսպես ասած կարճատև դաթարի նման մի բան է, բայց ոչ ամբողջական, մասնակի դաթարի, բայց ցեղասպանական քաղաքականությունը եւ այլոց այն է հայերի հայրենիքի տիրանալը, դա մի քանի դարերի ռազմավարական նպատակ է։ Եվ իդեպ Ադրբեջանը դա մինչ Կիպրոսյան, այդ հյուսիսային Կիպրոսը, որը բոլորը գիտեն, դա զավթած տարածք է եւ ստեղծել է Թուրքիան, թուրքական պետություն Օսմանյան Թուրքիայի տարածքներից դուրս, բայց դրանից առաջ եղել է հենց Ադրբեջանի ստեղծումը։ Ադրբեջանի ստեղծումը 1918 թվականին դա մինչ Կիպրոսյան այդ փորձ եւ ոչ թե փորձն է, այլ իրականացված գործողությունն է ստեղծել թուրքական պետություն Օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս։ Պատահական չէ, դուք նայում եք ինձնից ավելի լավ, որ արդեն Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն Շուշիում կնքած ինչ-որ բաների այլն, այլ ուղղակի գնում են ռազմաքաղաքական միասնությանը։ Տիկին Ալավերդյան, ամփոփման փուլում մի քանի րոպե ունենք, բայց կխնդրեմ նաև ձեր գնահատականը Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ։ Տեսեք, ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ Հայաստանի բանտերում 70-ից ավելի քաղբանտարկյալ կա, արքեպիսկոպոսներ Գալստանյանի, Աջապահյանի, Սամվել Կարապետյանի այլոց անուններն են նշում, մի դեպքում մեղադրանքի ահաբեկչության նախապատրաստման, այլ մյուս դեպքերում զինված հեղաշրջման կոչի եւ նման հայտարարությունների զավթման կոչերի Մյուս դեպքում կալանավորված են հոգևորականներ, որոնք մեղադրվում են այսպես ընդդիմադիր ցույցերին տարբեր հոգևորականներ ուղղորդելու կամ ընտրական իրավունքի խոչընդոտմանը, որ գնացեք ընտրեք ընդդիմության, մինչդեռ իշխանությունը
այս ամենի տակ տեսնում են նաև, այսպես ասենք, հետևյալը, որ օտարերկրյա ազդեցություն կա վարչապետի KGB-ի գործակալ լինելու մեջ է մեղադրում տարբեր գործիչների։ Որն է ձեր գնահատականը այս գործընթացների նկատմամբ։ Ես նախ վերջ սկսեմ կալանավոր խոսքից։ Շատ կներեք, այդ թիվը կալանավորվածների ուղղակի իջեցնում է Հայաստանի իմիջը ամենացածր կետերին։ Կալանավորումը դեռ թողնենք քաղաքականը մի կողմ։ Կալանավորումը միջազգային իրավունքի, այդ որ ուզում են միջազգայինի նմանվեն, Եվրոպային նմանվեն եւ ջունանուշին, այսպես ասած, մերկապարեր են ցույց տալիս բաց օցիա։ Դա է Եվրոպայի նմանությունը։ Եվրոպայում կալանքը որպես այդպիսին, դա ծայրահեղ եւ հազվագյուտ օգտագործվող ձև է, որպես խափանման միջոց։ Դու հասկանում եք, դա իրոք շատ քիչ է օգտագործում, կարելի է ուսումնասիրել։ Դա այսինքն արդեն դա է խոսում քաղաքական հետապնդումների մասին, որովհետև մենք առաջի պետությունը չենք, որտեղ որ իշխանությունները զավթել են բոլոր ճյուղերը, գործադիր իշխանությունը յուրացրել է թե դատական իշխանությունը եւ թե օրենսդրական իշխանությունը եւ դրա մասին խոսում է ինքը այս քաղաքական ուժի, իշխող քաղաքական ուժի առաջնորդը նա է ասում, մի տեսնի մետո որ մի դատավորն է, որ չի անի այն ինչ ես ասում եմ, այդ ով է այստեղ, այդ մուրճը ձերքին, այդ բոլորին պետք է հատակին դեմքով եւ այլն, ով է տեսել, որ խաղաղ ժամանակ կներեք այդ մարդկանց հանդեպ, որ ասում են այսեն, դիմակավորվող ոնց որ թե իգիլի ներկայացուցիչներ, ոնց որ թե բռնել են Սադամ Հուսեյնին։ Դա ես մեջբերումը անելու եմ Արման Գրիգորյանը Լիհի համասարանի Ամերիկայի համասարաներից մեկի պրոֆեսորը ասել է, դա վիրավորում է իմ ինտելեկտը։ Դա վիրավորում է ինտելեկտ ունեցող մարդկանց ընդհանրապես ինտելեկտ, հասկանում եք։ Այսինքն քաղաքական հետապնդումները արդեն նրանով են ապացուցվում, որ այսքան մեծ թվով կալանավորված մարդիկ կան, մեկ, երկրորդը այնպիսի բաների համար, ես ձեզ մոտ էլ ռիսկի գնամ եւ ասեմ, ես դեմ եմ այս իշխանությունների վարած քաղաքականությանը, ես օգտվում եմ իմ այլախոսության այդ իրավունքից այլ կարծիքը արտահայտելու եւ իմ ձևով պայքարելու եմ եւ դիմադրելու եմ այդ քաղաքականությունը, ինչ է դա քրեական մեղադրանքի հիմք կարող է լինել, մի քիչ ստապ լինենք, այսինքն այո, ցավոք սրտի ավելի Հայաստանի օրվա իշխանությունը ամբողջովին կրկնում է Ադրբեջանի իշխանությունների գործիքակազմի եւ քաղաքականությունը եւ շտեմարանը։ Դա կարող է թվալ թե ուղղակի մակերևույթին դա այդպես չի, դա քայքայում է այն առանցեն էլ Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը գիտեք ինչ գործ է արել, ինչքան է աշխատել, որ գոնե ծլերը լինեն այդ ժողովրդավարության։ Հիմա այս ամբողջը եւ ի տարբերություն հայտարարած, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, Հայաստանը դարձրել են ժողովրդավարության պանթեոն։ Մի օրենք չի, մի նորմ չի, մի սկզբունք չի ժողովրդավարության, որ հուղարկվում է այս իշխանությունների կողմից ամենօրյա իրենց գործողություններով։ Ես շարունակելու եմ իմ խոսքով, որովհետև իմ պայքարի ձևը սա է եւ շարունակելու եմ ոչ թե որովհետև ունեմ ինչ որ բացասական վերաբերմունք այդ ֆիզիկական անձանց, ովքեր իշխանում, բայց ինձ համար մեկ է, գիտեք, թող չնեղանան, ինձ համար իրոք մեկ է, ով է, անունը ինչ է։ Ինձ համար կարևոր է թե իրենք ինչ քաղաքականություն են վարում եւ այս քաղաքականություն վարելը բերում է մեծ, կարելի է ասել, ճակատագրական կարող է բերել հետևանքների ծանր։
Ես հույսով եմ, որ դա չի լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար, Ես էլ եմ Տիկին շնորհակալ։ Ալավերդյան։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Լարիսա Ալավերդյանին։